Գիտեք, այսօր ուզում եմ մի բանի մասին խոսամ, ավելի շատ գայթակղություն է, բայց ես մի քիչ գայթակղություն բառը կամ քարոզները միգուցե շատ են, դրա համար դրել եմ ինքնասպան։ Մի քիչ տարօրինակ վերնագիր եմ դրել, ինքնասպան, ինչ է նշանակում ինքնասպան։ Հա, մարդ, որ ինքը իրան սպանում է։ Գիտես, մենք հասկանում ենք, որ Աստվածաշունչը ասում է, որ սատանան եկել է գողանա, սպանի եւ կորսացնի։ Հասկանում ենք, որ մարդասպանը սատանան է, բայց ով է օգնում անօրենին, որ ինքը սպանի քեզ։ Ուզում եմ մի քիչ տեղ կարդամ Ղուկասի ավետարան 4:1-ը։ Եվ Հիսուսը Սուրբ Հոգով տարվեցավ Հորդանանը, Սուրբ Հոգով լցված Հորդանանը եւ ետ դառավ եւ հոգեով տարվեցավ անապատը։ Ուզում եմ շեշտադրումը անեմ այստեղ, ումով տարվեցավ անապատը։ Սուրբ Հոգով Հիսուսը գնաց անապատ, ինչի համար։ Երկրորդ խոսքը տալիս է պատասխանը։ 40 օր սատանայից փորձվեցավ եւ այն օրերումը ոչինչ չկերավ։ Ումից փորձվավ սատանայից։ Փաստորեն Սուրբ Հոգին Հիսուսին վերցրեց տարավ անապատ, որ անօրենը գա փորձի Հիսուսին։ Պատկերացնում ես։ Այսինքն Աստված ցանկացավ։ Այսինքն Աստված հաճեց Հիսուսին փորձել։ Համաձայն ես իմ հետ, թե չէ։ Գիտես, եթե Աստված հաճեց Հիսուսին փորձի, ո՞նց ես մտածում, Աստված հաճում է ինձ կամ քեզ փորձի։ Գիտես, ես մտածում եմ այստեղ անձամբ եկել էր սատանան, որ Հիսուսին փորձեր։ Իմ ու քո մոտ անձամբ չի գալիս։ Բա ո՞նց է գալիս։ Շրջվի կողքինիդ նայի։ Մարդու միջոցով, քո կողքին նստածի միջոցով, քո ընկերոջի միջոցով, քո հարազատի միջոցով, քո բարեկամի միջոցով։ Գիտես, փորձիչը գալիս է, որ քեզ փորձի։ Մենք տեսնում ենք տարբեր փորձություններ Հիսուսի կյանքում։ Եկա փորձեց, եթե սոված ես, ասա թող քարերը հաց դառնան, չէ։ Այդպես էր, թե այդպես չէր։ Հետո, եթե Աստծո որդի ես, ինչա, միթե Աստծո որդի չէր Հիսուսը։ 9-րդ խոսքում է գրված. Եթե Աստծո որդի ես, կասկածանք էր բերում Հիսուսի մեջ։ Եվ այն, որ մոտեցավ, միթե Աստված ասել է, կասկածանք էր բերում Եվայի մեջ, ու հաջողվում էր իրան Եվայի տարբերակում, բայց ոչ Հիսուսի։ Գիտես, հետո տեսնում ես, այս հարստությունը կտամ քեզ, հետո տեսնում ես, այս փառքը կտամ քեզ, մենակ ինձ երկրպագի, ամբողջ աշխարհը կտամ քեզ։ Գիտես, չկարողացավ սատանան Հիսուսին 12 խոսքը, Հիսուսը նրան պատասխանեց եւ ասեց, թե մի փորձի քո Տեր Աստծուն, եւ սատանան, երբ որ բոլոր փորձությունը կատարեց, հեռացավ նրանից մինչեւ մի ժամանակ։ Գիտես, եթե Աստծո որդի ես, եթե Աստծո որդի ես, մենակ դրա համար, որ Հիսուս ասում էր Աստված իմ հայրն է, պատրաստ էին սպանելու եւ հոշոտելու, պատրաստ էին քարկոծելու Քրիստոսին, սատանան գիտեր ով է Հիսուսը, Աստծո որդին է, ինչա, եկել է ժամանակից շուտ ինձ տանջելու, հիշում եք, իսկ հիմա կասկածանք բերե Քրիստոսի մեջ, եթե Աստծո որդի ես։ Հովհաննեսը մի ժամանակ ասում էր, ահա Աստծո գառը, որ վերցնում աշխարհի մեղքերը, բայց երբ որ բանտում էր, ասում էր, միթե նայես, որ գալու ես։ Թուլացել էր, եղեկը մի փոքր քամիներից տատանվում էր։ Այսօր ես չգիտեմ քո իրավիճակը, բայց ես գիտեմ, որ երկու գիշերա չեմ քնում ես քարոզի համար։ Այսօր չգիտեմ դու ինչով ես անցնում, բայց ես գիտեմ, որ երկու գիշեր Աստված պատրաստում է քո սրտի հետ խոսելու համար։ Փոխելու քո իրավիճակը։ Այս քարոզից հետո կամ մատելու ես, կամ քարկոծելու ես, գնալու ես անվերադարձ, կամ մնալու ես ու իմունիտետ ես ձեռք բերելու ամեն գայթակղությունների դեմ։ Այսինքն հասունանալու ես, մեծանալու ես։ Խռովկանությունը, նեղասկոցությունը, գայթակղությունը գնալու է քեզանից։ Համաձայն ես։ Գիտես, սատանան եկել էր, փորձում էր, փորձի չասեմ, դրա անունը շատ չտամ։
Այստեղից քիչ եմ ուզում դրան տամ, ինքը այդքան արժանինքներ չունի։ Փորձիչը եկել էր ուզում էր փորձեր մեր Տիրոջը։ Ինչա, չէր փորձում, ասում է, ինչ որ մի ժամանակ հեռացավ։ Եթե ինքը կարա Քրիստոսից ինչ որ մի ժամանակ հեռանա, ո՞նց ես մտածում, իմ ու քո կյանքում մի անգամ փորձեց ու ձեռները լվաց, հրաժարվեց, ասեց, ոչինչ չստացվեց։ Մի օր գալիս է դու ուտելու կարիք ունես, մի օր գալիս է դու հարստության կարիք ունես, մի օր գալիս է դու փառքի կարիք ունես։ Տարբեր միջոցներով փորձում է ինձ ու քեզ։ Գիտես, գայթակղությունները բերում է ու բերում է, ամեն օր բերում է։ Ամեն ժամանակ բերում է, երբ որ դու քնած ես, ինքը մտածում է, ինչ անի, երբ որ արթնանաս, քեզ ծուղակի մեջ գցի։ Գիտես, ուզում եմ ասեմ, պատրաստ եղի։ Պատրաստ եղի, երբ որ Քրիստոսին ասեցիր այո եւ ամեն, երբ որ քո կյանքը տվեցիր Քրիստոսին, դու անտարբեր չես անօրենի համար։ Այս աշխարհը իրանն է, ինքը մտածելու բան չունի։ Թզբեխի պես խաղացնում այս աշխարհին իր ձեռքերի վրա, բայց քեզ խնդիր ունի, բայց քո հետ խնդրեմ ունի, որովհետեւ դու իրան անհանգստացնում ես, դու իրան հանգիստ չես տալիս։ Նա մանավանդ, երբ որ կարդում ես Աստծո խոսք ու կանգնում ես աղոթքի, ինքը իր տեղը չի գտնում։ Գիտես, Հոբը հետաքրքիր բան ասում։ Հետաքրքիր մարդ էր, որ Աստծուն շատ էր սիրում։ Հոբի 23. Ինձ խայտառակող խրատ եմ լսում, բայց հոգին իմ գիտությունիցը ինձ պատասխան է տալիս։ Ինձ խայտառակող խրատ եմ լսում։ Գիտես, միգուցե քեզ չեն սիրում, միգուցե քեզ խայտառակող քեզ բաներ են ասում, միգուցե քեզ ցավացնող բաներ են ասում, քո վերաբերմունքը այդ տվյալ իրավիճակին, միգուցե քո քույրը կամ քո եղբայրը քեզ ցավացրել է, միգուցե քո ամուսինը կամ քո կինն է քեզ ցավացրել, միգուցե ծնողները երեխաներին են ցավացրել, երեխաները ծնողներին են ցավացրել, միգուցե քո երկրի ղեկավարը կամ քո դիրեկտորը կամ քո դպրոցի դիրեկտորը կամ դասատունը քեզ ցավացրել, միգուցե քո հայաթի միջավայրն է քեզ ցավացրել։ Գիտես, Հոբը ասում է, իմ գիտությունիցը հոգին ինձ պատասխանել է տալի, որն է քո գիտությունը։ Այսօր Հոբի գիտությունը սա էր։ Հոգին այստեղից պատասխան էր տալիս Հոբի դժվարին իրավիճակներին։ Երբ որ քո եղբայրը քո կողքի նստած է, քո ոտը տրորում է, ինչ պատասխան ես դու տալիս։ Այս քո հոգևոր ընտանիքն է։ Ես երեք գիշեր մտածում էի, եթե իմ վերցնենք Մերիին, աղջկաս, եթե ես զայրանում եմ իրա վրա, ինքը ինչ ասում, վերջ, զզվցրեցիք, գնամ հարևաններից տեսնեմ, որ մեկի դուռը թակեմ, որ բացի, ասեմ, այսօրվանից ես ուզում եմ դառնամ ձեր աղջիկը, ծիծաղելի է։ Բայց չգիտես ինչի քրիստոնյաների մոտ այդպես կատարվում է։ Ինձ թարս նայեցին, ինձ չբարևեցին, ինձ վիրավորեցին, ինձ ասեցին բոյով ես, ինձ ասեցին կոլոտ ես, ինձ ասեցին ես ինչա քո մազերը։ Ես գնացի ուրիշ ընտանիք։ Ու մեկ էլ տեսնում ես դառան թափառական։ Միտեղ չեն հաստատվում։ Լսեք, ծառը, որ միտեղ հաստատվում է, պտղաբեր է լինում, բայց եթե անդադ տեղափոխում ես, կամ չորանում է, կամ անպտուղ է լինում, կամ է վայրի պտուղ է տալիս։ Դու պետք է գտնես քո տեղը։ Եթե գտել ես, հաստատվի։ Եթե հաստատվել ես, սա քո ընտանիքն է։ Կլինեն մարդիկ, որ քեզ բարձրացնեն, կլինեն մարդիկ, որ քեզ կցավացնեն։ Ես հիշում եմ մեր քույրիկի Անահիտի խոսքը, որ ասում է, մի հատ քույրիկ կար, այնքան էր ինձ տանջում, մի օր աղոթեցի, ասի Աստված ջան, այս քրոջը տանել չեմ կարում, ասեց, ոնց որ փուշ ելնի մարմնից մեջ, ասեց, ես իրան հատուկ եմ դրել։ Գիտես, երբ որ հասկացավ, այդ քույրիկը դարավ իր լավագույն ընկերուհին։ Հիմա եկեղեցում կարան քեզ ցավացնեն։ Ինչի եմ ասում եկեղեցում։ Ես ուզում եմ խոսեմ մեր ընտանիքից։ Աշխարհը միշտ ցավացնում է, մենք աշխարհից չենք նեղանում։ Այտենց հա թե տենց չի։ Որտեվ սատանան էլ է հասկացել, աշխարհը չի կարա քանդի եկեղեցին։ Ներսից պետք է քանդվի եկեղեցին։ Ինքը փորձում է ներսից, առաջինը կխփեմ հովին, ոտը կծրվի, եթե չի ստացվում, ներսից ես պառակտումներ կմտցնեմ։ Գիտես, ուզում եմ, որ դու հասուն քրիստոնյա լինես, ուզում եմ, որ այսօր քո գայթակղությունը թողես մի կողմ։ Երբ որ դու գնում ես պատերազմի դաշտ, վիրավորվում ես, չես լացում, ոյ, վերջ, ես խռովեցի ձեզանից, էլ թշնամու հետ չեմ խոսալու։
Վերջերս հավաքեմ գնամ տուն։ Չէ, դու քանի մեջը շունչ կա, կանգնած ես քո սահմանության տեղը, որպեսզի քո ազգը պաշտպանես, քո երկիրը պաշտպանես։ Հիմա դու եկել ես եկեղեցի, դարել ես Տիրոջ զինվորը, փորձիչը գալիս է քեզ փորձելու, քեզ խայտարակ բաներ են ասում, ինչպես Հոբին։ Հոբը ազնիվ արդար մարդ էր, ուղղակի փորձում էր։ Խայտարակ բաներ էին ասում իրան։ Վատ բաներ էին ասում։ Մարդիկ կային, մի ժամանակ մեր հետ այստեղ նստած էին, այսօր աշխարհում են մեր հետևից վատ բաներ են ասում։ Ինչա, պետք է ունքներս կինտենք, լացենք, ես մեջերս հավաքեցի գնում եմ տուն, էսի չէ խոսում իմ ասիրա։ Չէ, ժողովուրդ։ Հələ եկեք նայենք Քրիստոսին։ Քրիստոսը զոհ էր կենդանի, իմ ու քո մեղքերի համար, հավիտենական կյանք տալու համար ինձ ու քեզ։ Համաձայն ես թե չէ, բայց իրան զոհի տեղ չդրեց։ Բախենք ես ու դու մեզի զոհի տեղ դնում, ինչ չբարևեցին, իմ հետ ճիշտ չվարվեցին, ինչ չնայեցին, իմ ոտը տրորեցին, ես սպասում էի, որ պետք է գար ներողություն խնդրեր։ Այդ մարդը սկի բանից տեղյակ էլ չի։ Գիտես, այստեղ կան ծառայության ավակներ, այստեղ կան ծառայողներ, ես էլ եմ ծառայող։ Դու չես կարա մեկի համար մենակով 1000-ի համար լավը լինես, կամ 100-ի համար լավը լինես, ոնց լի մեկի համար վատը կլնես, համաձայն ես թե չէ, ոնց լի մեկին ինչ-որ մի հարցում չես հասկանա, կամ ինչ-որ մեկը քեզ չի հասկանա, ու պատկերացնում ես, վերջ, սկսվեց, ման ես գալի համախոներ, երբ որ գտնում ես համախոներ, սկսում ես քո սիրտը բացել իրանց հետ, իմ հետ ազնիվ չվարվեցին, արդարացի չվարվեցին, այս եկեղեցին են եկեղեցին չի, այս տեղը են տեղը չի։ Ասում է, որ դու ուրիշին մեղադրում ես ու նույնը անում ես։ Ինչա դու իրանից լավն ես, կա մարդ, որ կատարյալ է, թող ձեռ բարձրացնի։ Հիսուսի ասացի պես, կա մարդ, որ անմեղ է, թող քար գցի իմ վրա։ Չկա, ժողովուրդ։ Փաստորեն, եթե դու կատարյալ եկեղեցի ես ուզում, բայց դու կատարյալ չես։ Եթե մեր հոր Արտուրն ասում, կատարյալ եկեղեցի գտնես երկրի վրա, այն օրը, որ դու քայլ արեցիր այդ եկեղեցին էլ կատարյալ չի, որովհետև դու այնտեղ ես։ Եթե դու կատարյալ չես, ոնց ես պահանջում կատարելություն քո կողքի նստածից, ինձ կասես։ Գիտես, մենք քայլում ենք դեպի կատարելությունը։ Ասում ով որ իր շուրթերով չի մեղանչում կատարյալ է Հակոբոսը։ Մենք քայլում ենք կատարելությունը։ Մենք իրարով տաշվում ենք, մշակվում ենք, դզվում ենք։ Աստված փորձում էր Հոբին։ Հոբի լավագույն ընկերները եկել էին իրա վրա խայտարակ բաներ էին ասում։ Հոբի կինը իրան վատ բաներ ասում, անիծի Աստծուն ու մեռի։ Գիտես, երբ որ մենք տունը կռիվ ենք անում Սուսանի հետ, ինչ ենք անում։ Վերջ Գիպսակարտոնով մեր տեղաշորը բաժանում ենք իրարից, հա, իրար հետ չենք խոսում, դանակները առած պարկում ենք, սպասում ենք հարմար պահի իրար խոսենք։ Չէ, ժողովուրդ, ասում արևը մայր չմտնի քո բարկության վրա, գնա ներողություն խնդրի։ Ինչի մասին է խոսքը։ Հո 5 տարեկան երեխա չենք խռովեցինք, էլ քո հետ պիսոշնիժալ չենք խաղում։ Այսուր ենք ասե։ Քրիստոսը իրան զոհի տեղ չդրեց, բայց չգիտես խի ինքնախղճահարում է մեր վրա բերում սատանան ու մենք սկսում ենք, ինչ չգնահատեցին, ինչ չհասկացան, իմ հետ արդար չվարվեցին։ Ինչ արդարության մասին է խոսքը, եթե արդարին վեկալեցին, խաչեցին։ Մենք քեզ խաչում ենք, որովհետև դու մեզ բժշկել ես։ Մենք քեզ խաչում ենք, որովհետև դու լավ մարդ ես։ Մենք քեզ խաչում ենք, որովհետև դու մեռելներին հարություն ես տալի։ Մենք քեզ խաչում ենք, որովհետև դու բարեգործ ես։ Չէ, ժողովուրդ։ Այսօր էլ նույն բանը կրկնվում է, ինչ տարբերություն։ Գիտես, ворդ տեսել ես կյանքիդ մեջ։ Սոսը տեսել է ворդ։ Սոս ջան, տեսել ես թեկուզ վիդեոներով, YouTube-ով, ворդը ոնց է դառնում թիթեր։ Մի հատ sense բոժոժա լինում, հա, ու հետո ժամանակ է պահանջվում, այդ թիթերը ուժեղանում է, ու սկսում է այդ բոժոժը ճեղքել, ու դուրս է գալիս, ու գետնից, ցեխից, կեղտից թռնում է երկինք,
թևերը թափահարում է, ամեն որդին տեսնողը զզվում է, երևի բացի ձկնորսներից։ Ամեն թիթերը տեսնողը ժպտում է, ուրախանում է։ Աստված ուզում է ինձ ու քեզ որդից սարքի թիթեր, ուզում է այդ ճճուից սարքի մի գեղեցիկ թիթեր, երբ որ թևերդ կբացես, կբարձրանաս օդ, քո գեղեցկությունը քո շրջապատը կուրախացնի։ Մի քիչ դժվարություն պետք է անցնես, մի քիչ դժվարություն, բայց երբ որ այդ դժվարության ժամանակ մեկը գալիս է թիթերին օգնում է, այդ բոժոժը պատռում է, որ ինքը դուրս գա, ինքը ինվալիդ ալնում։ Ինքը արդեն չի կարողանում թռնի։ Իր կյանքը մնացած այդ մի օրը, որ ապրում է, գետնի վրա է անցկացնում, որովհետև էլ չի կարողանում թռնի։ Ամեն ինչ իր ժամանակ ունի։ Այսօր Աստված բերել է քո կողքի մարդուն հատուկ Եկատերինբուրգ, այսօրը դեկտեմբերի 20-ին նստացրել է քո կողքը, որ քո ոտը տրորի, որ քո իրավիճակը փոխվի, բայց դու ուզում ես այդ իրավիճակը փոխես, ոնց հասկանամ։ Թույլ տուր Աստված փոխի քո սիրտը։ Թույլ տուր Աստված այդ իրավիճակներով փոխի քո բնավորությունը, բայց դու ուզում ես փոխես եկեղեցին։ Լսի, հին ուխտում ատամ աշկիտ եմ աշկ։ Հիմա եկել ես նոր ուխտ, շնորհքի տակ ես, բայց նորից աշկի տեղ աշկ ես ուզում, ատամի տեղ ատամ ես ուզում։ Դուք չգիտեք դեռ ես ով եմ, հələ դուք չգիտեք ումը վիրավորեցիք, դուք չգիտեք ես ձեզ ինչ կանեմ։ Այդ այնց աշխարհում է իրեն խես եկե եկեղեցի, որ պետք է չփոխվես։ Գնա աշխարհ թող քեզ անեն, դու իրանց անես, էլի։ Այստեղ ընտեղն է, որ պետք է փոխվես։ Այստեղ ընտեղն է, որ դու ինքդ քո վրա պետք է աշխատես։ Համաձայնես իմ հետ, թե չէ։ Գիտես, այնքան կարևոր է, որ քո մասին վատն են խոսում, քո ռեակցիան։ Վայ ինձ վիրավորել են, ինձ ցավացրել են, ինչա քո վիրավորանքը խոսում։ Աստված քեզ սիրտ ա տվել, որ սիրով լցնես, թե վիրավորանքով։ Աստված քեզ շուրթեր ա տվել, որ օրհնությունով լցնես, թե անեծքով, թե համախոներ մանգաս, այն օծի պես թույնդ լցնես այդ մարդու մեջ։ Մի մարդ կա, որ համարձակ կարամ այդ մարդու անունը տամ, դա Մայրամիկն ա։ Գիտես, այս մարդ իմ համար այնքան մեծ օրինակ ա։ Փորձեք նեղացնեք իրան։ Փորձեք, սաղ եկեղեցուն թույլ եմ տալի։ Փորձեք նեղացեք իրան։ Չմոռանաս նեղացնելուց հետո 5 րոպե հետո զանգես, ասես ես քո կարիք ունեմ։ Մի հատ տեստես իր ռեակցիան։ Տեստես կվազի քեզ կօգնի, թե կասի մոռացար, ինչ արեցիր ինձ։ Սովորելու բան ունենք այս մարդուց։ Գիտես, ուզում եմ հասկանանք, որ մենք մարդկանց հետ գործ ունենք ու ոչ մեկ կատարյալ չի։ Մեկը քեզ չի հասկանա, մեկը դու իրան չես հասկանա, բայց դա տեղ կա փոխվելու, տեղ կա սովորելու, տեղ կա բարձանալու, տեղ կա գետնից կտրվելու։ Պատկերացնում ես, եթե Հիսուսը ասեր, նստած մի մուտանկյունում ընկերը գիտած ու լաց էր լինում, կարոն կաթը խմելա գցելա վրես։ Ժողովուրդ, դու զոհ չես, դու Հուդայի ցեղի առյուծն ես, դու մոռացել ես ում ժառանգն ես։ Եթե մեռնում ես պատվով մեռի իր անվան համար։ Ինչ խղճահարման վիճակում ենք հասնում մենք։ Այստեղ ես, թե այստեղ չես։ Գիտես, թեկուզ ամուսինները, թեկուզ եկեղեցու մարդիկ իրար հետ վիճում են, իրար հետ չեն խոսում։ Հովիվ Ռիտան Երևանում քարոզելուց ասում էր, եթե դու մեկին չես ներում, դու քեզ Աստծուց բարձր ես դասում։ Դա դաջվեց իմ սրտի մեջ։ Հովիվ Ռիտան կարար այդ խոսքերը ասել, որովհետև Սումգայիթում իր մամային, պապային թուրքերը սպանել են, ու այսօր ինքը ներում է ու խոսում է Աստծո սիրո մասին։ Ինքը անցել է դժվար մի ճանապարհ, որ կարար այդ խոսքերը ասեր։ Ես մտածում եմ մարդկանց խնդիրները տեսնելու, որ մարդիկ նստած լացում են այդ ցեխի մեջ, չեն ուզում թիթերի պես թռնեն վերև, ասում եմ, ելեք այս մարդու խնդիրները իմելներ։ Մեր մեջ մարդ կա նստած, որ հենց մի կրակով անցավ, ամեն մեկ կերազեր այդ խնդրեմը իրանը լիներ, մենակ այն ինչով անցավ էտի չլներ։ Գիտեք, այսօր մեզի բան չեն ասել, հայ գիտի, ոզնուպես փշերներս հանել ենք, օծիվ թույնը լցնում ենք կողքի մարդկանց մեջ, այնքան ժամանակ մինչև այդ մարդու ոտը կտրորեն։ Այդ մարդ ասում է, դու ճիշտ ես,
Քո հետ անարդար վարվեցին, դե դու չես գալի եկեղեցի, մի արի, բայց ես մի որոշ ժամանակ կգնամ, ես ուզում եմ գնամ, ինձ ընտեղ հարմար է, մինչև այն օրը, որ գալիս է իր փորձության ժամանակը, օրերից մի օր 7 սանտիմանոց կաբլուկով, մի օր մեկը կանգնում է իր ոտի վրա, ու այն թույնը տարածվում է սաղմար մնում եք, տեսար ինչ ճիշտ էր ասում, մեկ է տենում ես են, Աստծո որդի ես, թունավորվեց մարդը, ինքն էլ մանեկավ ուրիշ համախոներ, արի ես էլ քեզ բորոտ սարքեմ, ու տենց գնում ապարակտումը, ու տենց գնում, ժողովուրդ, պրիվիվ կարեք Աստծո խոսքը, թող Աստծո խոսքը հոգով, գիտությունով ձեզ բացատրի Աստված, որտեղ եք տեսե Հիսուս իրանը տես պահեր, որտեղ եք տեսե Պետրոսը տես պահեր, որտեղ եք տեսե Պողոսը տես պահեր, Սողոսը, Պողոսը մտավ, տեսավ, Պետրոսին բոլորի մոտ հանդիմանեց, ես խռովեցի ես սրանից, ես ինչ Պողոս է, սրանք երևաց Հիսուսը ճանապարհին, հեչ իմ սրտով չի, ես հետանոսների մոտ ին խայտարակ արեց, ինչ էր ասում, ասում էր դու որ հրյա ես հետանոսի պես ես քեզ պահում, քեզ կներեք, ուզում որ հետանոսները պահեն իրանց հրյայի պես, բոլորի մոտ խայտարակեց, ուր մնաց ծառայողական էթիկան, քաշեր մի կողմ առանձին ասեիր, ես էլ հովիվ չեմ դառնա, վերջ, ես գնում եմ իմ ձգնորսության, բարով գնաս, մեր հովիվ ասում է փոխտամ տաքսով գնաս, գիտես, Աննա Մեխակյանից մի հատված լսեցի ասում է, ինձ արել են, դա շատ ցավոտ է, ես չեմ անի, Սա է իսկական քրիստոնյայի վերաբերմունքը, ինչ է քո խոսում քո վերքերը, ինչ է խոսում քո սրտի վերքերը, ինձ արել են ես ուրիշին չեմ անի, թե ինձ արել են ես էլ կանեմ, թող իմանան իմ հետ վարվելը ինչ է, ատամի տեղ ատամ, աշկի տեղ աշկ, ինձ մի հատ են արել, 10 կանեմ, որ ինձ չմոտենան, վсё, կամ ոզնու պես փշերը հանեցինք, կամ կրիայի պես փակվեցինք, այստեղ ես, թե այստեղ չես, գիտես, Աստված մեզ սիրտ ատվե, որ Քրիստոս ընդեղ բնակվի, սերը ընդեղ բնակվի, Աստված մեզ սիրտ չի տվե, որ ատելությունը, չարությունը բնակվի, աշխատի քո սրտի վրա, քո իրավիճակներում, ես չգիտեմ դու ինչ իրավիճակի մեջ ես անցնում, միգուցե քո ընտանիքում կա խնդիրներ, միգուցե քո աշխատատեղում, միգուցե հենց այստեղ քո եկեղեցում խնդիրներ ունես, բայց դա քեզ առիթ չի տալիս ոչ Աստծուց, ոչ էլ մարդկանցից նեղանալու, դա քո որոշումն է, կնեղանաս թե չէ, ես որոշում եմ կայացրել գնամ առաջ, քանի մեջը շունչ կա, ինչ ուզում եք խոսան, ես չգիտեմ ով եմ, ես չգիտեմ ինչ եմ անում, ով ինչ ուզում է թող ասի, դու էլ այդպիսի որոշում կայացրու, դա քո որոշումն է, դու ես որոշում կայացնում, նեղանաս թե չէ, դու ես որոշում կայացնում, հանձնվես թե չէ, դու ես որոշում կայացնում, կանգնես թե չէ, դու ես որոշում կայացնում, գայթակղվես թե չէ վերջո, Կորինթացիս գիրքը ասում է, քեզի քո ուժերից վեր փորձություն չի տրվում, ամեն փորձություն դու պատվով կարաս անցնես, ասա պատվով կարամ անցնեմ, բայց դու ես որոշում, հանձնվես թե պարտվես անօրենին, գալու է փորձի, ինքը անձամբ չի գալիս, ուրախացի դրա համար, օգտագործում է քո քրոջը կամ քո աղբորը, գիտես, ես տունը 2 հատ երեխա ունեմ, հանկարծ որ իհարկե չի լինում այտենց, բայց որ իրար չեն հասկանում, ինչ եք մտածում, վերջ, գնա մեր տնից, հենա դու գնա մեր տնից, չէ, իրանք հասկանում են, եթե մեկն էլ դրսից իրանց նեղացի, իրանք մոռանում են, որ իրար հետ վիճվել են, կմիաբանվել ու մյուսի գլուխը կհարթուկեն, սիրելիս, էսի մեր ընտանիքն է, Եթե մեկը գալիս է քեզի բողոքում է, քո կողքի նստածից, ասել ես ինքին քուրն է, ուր ես եկել, դու գնա հոր մոտ, ընտանիքում կա պապա, ով որ այդ հարցերը լուծում է, գնա իր սիրտդ բացի, խես եկե քո թույնը լցում իմ մեջ, քո հետ են տենց վարվե, միգուցե Աստված ուզում է դու փոխվես, միգուցե Աստված ուզում է ճիճուից թիթեռ դառնաս, միգուցե Աստված ուզում է որ դառնաս, միգուցե Աստված հատուկ քեզ այդ իրավիճակի մեջ է գցե, որպեսզի փոխի քո սիրտը, փոխի քո բնավորությունը, բայց դու ուզում ես փոխես եկեղեցին, դու ուզում ես փոխես քո շրջապատի մարդկանց։ Լսի, այդ նույն ձևով ապրում է իր աշխարհում, էլ խես եք էստեղ։ Եթե Աստծո խոսքը քո համար ոչ մի բան է։
Մենք երգում ենք քո անունը ամեն անունից վեր է, դու իմ համար մի հատն ես, բա ուր է այդ անունը, խի չի երևում գործնականում, ընենց որ խռովելը դա հպարտություն է, որովհետև երբ որ դու խռովում ես մարդու հետ չես խոսում, ինքը արժանիքներ չունի, որ ես իր հետ խոսում, իսկ հպարտները Աստծո արքայությունը չեն մտնում, Աստված հակառակ է կենում հպարտներին, գիտես, եկեք մտածենք Աստծո խոսքի շուրջ, եկեք Աստծո խոսքը թող գլուխ բարձրացնի մեր մեջ, եկեք թող Աստված առաջինը լինի մեր մեջ, ոչ թե մեր զգացմունքները, վելը լավ ասեց, ինքը չգիտեր ես ինչ եմ քարոզելու, ինքը արդեն մարգարեական զոհաբերություն խոսած, մեր զգացմունքները վերք են վերցնում մեր վրա, մեր հոգու վրա, մեր շունչը հաղթում է մեր հոգուն, որովհետև կկարդամ մի քիչ հետո, Սատանան գալիս է, տեսար, էդ ով էր, էդ քանի գլխանի ադար է, որ քո հետը տենց վարվեց, կամ քեզը տենց ասեց, հեսա դու տես ես դրան ինչ կանեմ, մի հատ հարմար բան մտածեմ, ու սկսում ենք սատանայի թելը թելել, սկսում ենք սատանայի ջրաղացին ջուր լցնել, սկսում ենք սատանայի ջրին փլավ գցել, ես չեմ գնա եկեղեցի, Հիսուսն ասում է, մեկ տեղ հավաքվելը մի թողեք, ես կհավատամ տունը, ում կամքը կատարեցիր, ում ջրաղացին ջուր լցեցիր, ում ջրին փլավ գցեցիր, անօրենի թե Հիսուսի, Հիսուսի խոսքը պահեցիր, թե անօրենի, որ մեկտեղ հավաքվելը ուզում է ցրի, իր գերագույն նպատակն է եկեղեցին ցրի, գիտես, ուզում եմ, որ քո սիրտը թույլ չտաս վիրավորանքի համար տեղ լինի, թող Տիրոջ խաղաղության, ուրախության, սիրո համար լինի, ինչ էլ անենք ես, ես հավատում եմ մեզանից ոչ մեկին դեռ չեն խաչել, դա քո որոշումն է, կվիրավորվես թե չէ, դա քո որոշումն է, ոնց կվերաբերվես, ես լսեցի մի, ոնց որ գիտաշխատողեր, ասում է, առողջ մարդիկ իրանք շատ արագ ներում են, Հիսուսը խաչի վրա ասում էր, հայր ների սրանց, որովհետև ունեն առողջ մտածելակերպ, չեն հասկանում ինչ են անում, հիվանդ մարդիկ չեն ներում, եթե դու չես ներում, չես քնում գիշերները, ամբողջ գիշեր տանջվում ես, գործում ես առողջությունը, նյարդերդ քայքայում ես, ինչ հիվանդություն ասես ձեռք ես բերում դրա պատճառով, քեզ պետք է, ասում արդարը կքնի, վեր կկենա, էլ արդար չես, դու էլ չես կարում քնես, էլ արդար չես, եթե քարոզ պատրաստելու համար չես քնում, նորմալ է, բայց եթե քո քրոջ կամ աղբոր համար չես քնում, որովհետև քո ոտը տրորել է, դա աննորմալ է, եկեք սովորենք մեր սիրտը փոխել, եկեք սովորենք մենք աշխատել մեր սրտի հետ, ամեն, եկեք լինենք առողջ մարդ, որ կարողանանք շատ արագ ներենք, երեխեքի պես լինենք, Հակոբոս 3:13 Ով է ձևազանում իմաստուն և խելացի, թող իր բարի վարքով ցույց տա իր գործերը, իմաստությամբ, հեզությամբ, ոնց ցույց տա իր գործերը, ինձ մի հատ ապտակել են, ես երկուսը կանեմ, ինձ մի հատ տրորել են, ես երկուսը կտրորեմ, բարի վարքով, բայց եթե դառն նախանձ և հակառակություն ունեք ձեր սրտերում, արդեն հակառակություն կա այդ մարդու մոտ, ում ոտը տրորվել է, մի պարծենակ և սուտ մի ասեք ճշմարտության դեմ, այս իմաստությունը վերևից իջած չէ, այլ երկրավոր, շնչավոր և դիվական, ես այս խոսքի համար եմ այս տեղը վերցրել, ինչը երկրային է, ինչը շնչավոր է, դա էլ դիվական է, ինչը քո մարմնից է, ինչը քո շնչից է, դա դիվական Աստծո խոսքը ասում է, ինչը Տիրոջ հոգուց չի, ինչը Աստծո խոսքից չի, դա դիվական է, ասում է, եթե մի հրեշտակ էլ գա, ուրիշ ավետարան տա, որ ես ձեզ չտվեցի, անաֆիմա, անիծյալ լինի, պատկերացնում ես Աստվածաշունչը անիծում է, բայց ինչ ավետարան է մեր սրտերի մեջ չեմ հասկանում, բա որ դու ձեզ ուրիշ ավետարանը մեր սրտերի մեջ, գիտես, ես մտածում եմ Պետրոս առաքյալին, ոչ էլ Պողոսին հեշտ չէր, Պողոս ասում է Դեմասը ինձ թողեց,
Ինչ է նշանակում, ոնց եք մտածում։ Սիրեց աշխարհը։ Ոնց սիրեց աշխարհը, կազինոն սիրեց, խմիչքը սիրեց։ Ես մտածում եմ լավ էլ գայթակղվել էր Պողոս առաքյալից։ Իրար հետ քայլում էին, իրար հետ ծառայում էին, երևի ինչ որ մի սպասում ուներ, չէր արդարացվել իր սպասումները։ Գիտես, հիմա որ Դեմասը գնաց աշխարհ, ում լավություն արեց կամ ում վատություն արեց, ով կարա ինձ ասի։ Գիտես, ես միշտ ասում եմ, եթե մի փոքր հատված մատիցդ կտրես, մարմինը կմեռնի, թե մարմնից կտրված այդ հատվածը։ Հիմա որ Դեմասը գնաց աշխարհ, Դեմասը մեռավ, թե Պողոս առաքյալը։ Մի քիչ ավելի ուշ կանրադառնանք դրան։ Գիտես, ծառայողները գործ ունեն մարդկանց հետ։ Միգուցե քեզ ցավացրել են։ Միգուցե դու չես հասկացել իրանց։ Միգուցե չեն էլ ցավացրել։ Գտիր ինքդ քեզ, ով ես դու։ Չճու ես թե թիթեռ ես։ Դու Հուդա ես առյուծից հեռիս, թե մի փիսիկ, որ ունքերը գիտած մի մոտ անկյունում նստած լաց է լինում։ Կարոն կաթը խմել է, ասում է ես եմ խմել։ Ելով դիմանա։ Եկեք տեսնենք ինչ է այդ մարմին ասվածը։ Գաղատացիս 5:17, որովհետև մարմինը ցանկանում է հոգին հակառակ եւ հոգին մարմնին հակառակ եւ սրանք իրար հակառակ են, որ միգուցե այն որ դուք կամենում եք, այն անեք, բայց եթե հոգուց եք առաջնորդվում, օրենքի տակ չեք։ Եվ հայտնի են մարմնի գործերը, որն են շնություն, պոռնկություն, պղծություն, գիջություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամիներ, թշնամություններ, կռիվներ, նախանձներ, բարկությունն էլ է պարզվում թշնամուց, հակառակություններ, երկպառատումներ, բաժանմունքներ։ Հիմա այստեղ զգուշ, չար նայվածքներ, ինձ մի տեսակ ոնց որ լավ չնայեց։ Սպանություններ, հարբեցողություններ, անարակություններ եւ ինչ որ սրանց նման են, որ առաջուց ասում էի ձեզ, ինչպես էլ առաջուց ասում էի, թե այսպիսի բաներ գործողները Աստծո արքայությունը չեն ժառանգում։ Լսի, եթե դու հանդիսանում ես պատճառ ինչ որ մեկի գայթակղության համար, դա շատ վտանգավոր է։ Եթե քեզ ցավացրել են, դու քո ցավը ուրիշի վրա մի տարածի։ Եթե դու բորոտ ես, քո բորոտությունով ուրիշին մի վարակի։ Քո խնդրեմը ուրիշի վզին մի փաթաթի։ Փորձի պատվով անցնես քո փորձությունը։ Հիսուսը փորձվեց։ Դու Հիսուսից լավն ես։ Մեզանից որ մեկն է Հիսուսից լավը, ով կասի ինձ։ Մենք լիքը փոխվելու տեղ ունենք, ժողովուրդ։ Եկեք ամեն մեկս աշխատենք մեր վրա։ Հիմա հակառակն եմ կարդում, բայց հոգու պտուղն է սեր։ Հիսուսը ոնց էր խաչի վրից անիծում իր անխաչողներին։ Չէ, ինքը սեր էր, ժողովուրդ։ Ուրախություն, խաղաղություն, երկայնամտություն, հեռատես էր։ Հեսա այս հեռատեսության վրա մի բան կասեմ։ Քաղցրություն, բարություն, հավատք, հեզություն, ժուժկալություն, այնպիսիների դեմ օրենք չկա, բայց նրանք, որ Քրիստոսինն են, իրանց մարմինը խաչը հանեցին կրքերով և ցանկություններով միասին։ Ուր հանեցին? Խաչը։ Կա մարդ, որ ստեղ ջրով մկրտված է։ Դու մեռել ես այս աշխարհի համար, դու մեռել ես մարմնի ցանկությունների համար, բախի է հարություն արե քո հին մարդը։ Ես քեզ պահում ոնց որ կենթանի, ոնց որ աշխարհիկ։ Հարություն ես արել, խաչից իջել ես, պատժում ես քո խաչողներին, հասկանում ես ինչ է կատարվում։ Քաղցրություն, բարություն, հավատք, հեզություն, ժուժկալություն, այնպիսիների դեմ օրենք չկա, բայց նրանք, որ Քրիստոսինն են, իրենց մարմինները խաչը հանեցին կրքերով և ցանկություններով միասին։ Դու խաչվել ես այս աշխարհի համար, մեղքի համար, չարության համար, ատելության համար, բարկության համար։ Սնապար չլինեք իրար գրգռելով և իրար վրա նախանձելով։ Գիտես, մի երիտասարդ գալիս է մի իմաստունի մոտ, պատմում է իր խնդիրներն ու խնդիրները։ Ասում է կգնաս գերեզմանոց։ Հիշում եք Կարեն Սարգսյանը երբ որ ստեղ էր պատմեց։ Կգնաս գերեզմանոց ու ինչքան վատ բան կարաս ասես այդ գերեզմանի քարերին, այդ պատկերներին։
Որ երիտասարդը գնում է ու իշքան վատ բան գիտի այդ քարերին ասում է։ Ու երբ որ վերադառնում է ասում է պատվերդ կատարեցի։ Ասում է ու այնքան կարևոր է ինձ ինչ պատասխանեցին քեզ գերեզմանակարերը այդ մարդիկ որ մահացել են այս աշխարհի համար ասում է ոչինչ ոչ մի բան չպատասխանեցին ասում է այսօր էլ կգնաս Իշքան լավ բան գիտես, ասա այդ մարդկանց, այդ գերեզմաններին։ Գալիս է հաջորդ օր ասում է պատվերդ կատարեցի։ Ասում է եւ ինչ ասում է նույնպես ոչինչ չպատասխանեցին։ Ասում է գնա դու էլ այտենց ապրի։ Իշքան վատ բան քեզ կասեն, մի պատասխանի։ Իշքան լավ բան էլ կասեն, փառքը տուր Աստծուն, որտեղ Աստծո խոսքն է ինձ ու քեզ փոխողը։ Ամեն։ Գիտես Դա իրականից լավ պատմություն է, եթե մենք Քրիստոսին ենք, ուրեմն Քրիստոսին նմանվենք, ոչ թե այս աշխարհին։ Մի պատմություն եմ իմ կյանքից հիշում, մեկը սուտ էր խոսացել, Աստծո առաջ եմ կանգնած ու ձեր առաջ եմ կանգնած։ Իրականից այտենց բան չէր եղել, ոնց որ եկան իմ մասին ասեցին, որ այտենց բան ես արել, ասե, ու դա սուտ էր, իրականությանը չէր համապատասխանում, ու ես շատ բարկացա այդ մարդուն վրա, ու ես վրաս հասկացա ով այդ մարդը, որ այտենց բան ասե։ Ու ով որ ինձ ասեց, ասի ես գիտեմ ով ասե, ասեց ով, ասի ես ինչ մարդ, ասեց ճիշտ է, ասինք սուտ է խոսում։ Ասեց ինչի պետք է ինքը սուտ խոսա, ասի ես չգիտեմ, բայց ինքը սուտ է խոսում, դա չի համապատասխանում իրականությանը, ես արդարություն եմ պահանջում, թող ինքը գա, ես էլ գամ ու կանգնենք երկուսովս քո առաջ ու խոսենք, ու դու կհասկանաս, որ ինքը սուտ է խոսում, ասեց բարի, կազմակերպի, ասի շատ լավ, ու ես բարկացած եկա տուն, երբ որ մտա տուն Սուսանը ինձ տեսնելով վրաս հասկացա, որ ինչ որ մի բան են չի Իսկ մինչև տուն գալը ես աղոթում էի, ասում էի Աստված ջան, սրա հետ ես ոնց վարվեմ, դու տենում ես, որ դա արդարացի չի ու ճիշտ չի, ու Աստված շատ պարզ ասեց ողորմություն խնդրի, ու ես ուրախացա, ժպտացի, ասի Աստված ջան, ողորմի դրան, Աստված ասեց չէ, քո համար ողորմություն խնդրի, իրա համար մի խնդրի, քո համար խնդրի, ու դու գիտես ինձ հաճելի էր, ու դու գիտես աղոթքը շարունակեցի, ուղիղ ճղծրած տուն։ Ու երբ որ մտա տուն, Սուսանն ասեց ինչ է եղել, ասի սենց, ասեց արի աղոթենք։ Ինքը ծնկի եկավ, ես ոտքերից վրա կանգնած էի ու երբ որ աղոթեց, ասեց Աստված ասում է ողորմություն խնդրի։ Ասում դրան իրականից ողորմության կարիքը կա, ասեց իրան չէ, քեզ Ասի հլահելիկայնի ոտերիդ վրա չաղոթես, շատ էի սայրացել, շատ տեղս չէի գտնում, գնացի ննջարան դուրս փակեցի ու գիտեք ինչ կատարվեց, սենյակը լցվեց մի չքնաղ ներկայությամբ, ամոթից աչքերս չէի բարձրացնում, որովհետև գիտեի, եթե բացեմ իրան տեսնելու եմ այդտեղ կանգնած, լցվեց մի սիրով, լցվեց մի խաղաղությամբ ու Աստված շատ պարզ հետը սկսեց խոսել, արդարություն ես պահանջում, ասի այո, արդարություն եմ պահանջում, ասեց այդ դեպքում քեզ արդար դատաստան է սպասվում, ու ես հասկացա, որ վсё, դժողքի մատերիալ եմ, ես գնացի դժողք, ես իմ արդարությունով չեմ կարող Աստծո մոտ արդարանամ, ով էլ ուզում ես լինես, գրված է արդար չկա, մեկն էլ չկա, ես հասկացա, որ դժողքի ճանապարհն եմ բռնել, ու ասեց, իսկ դու պատրաստ ես, հլը իմ դժող գնալը ոչինչ, վերցնենք օրինակ 500 հոգու համար, իրանց փրկության համար, իրանց այրունի համար պատասխան տաս, ասի ես խի պետք է պատասխան տամ իրանց համար, աշկերս վախենում եմ բացում, ասեց, որովհետև ես այդ ծառայողի միջոցով պատրաստվում եմ մեկին փրկեմ, որը հասնելու է շատ մարդկանց, պատրաստ ես, այդ չփրկված մարկանց համար պատասխան տաս, հլը տեսեք Աստված ուր գնաց հասավ, ասի չէ, իհարկե չէ, ապաշխարեցի, օրհնեցի աղբորս, ներողություն խնդրեցի Աստծուց, հաջորդ օրը գնացի, այն մարդը, որ ինձ ասել էր, դա իմ ավագն էր, ասի գիտես, ինքը ինչ որ ասել է, մի բան էլ քիչ ասել,
Ինքը իրավացի է, ինքը ճիշտ է, բայց ինքը ճիշտ չէր։ Ասաց եղավ դուրս արի։ Ու երբ որ դուրս էի գալի, հետևիցս վղավեց, ասաց դու մեծ գտնվեցիր։ Գիտես ինչ Աստված չգիտի քո իրավիճակը։ Դու ինչ մտածում ես, որ այդ ճանապարհով չանցնեի ու այստեղ կանգնած քեզ կխոսեի։ Դու ինչ ես մտածում, ամեն պատահած կարա Աստված վերցնի ու օգտագործի։ Դու իրան պետք ես։ Երկաթը երկաթով է սրվում։ Եթե կսրվես կօգտագործի, չես սրվի, կգցի մի կողմ։ Ասում է լավա սառը լինեիր կամ տակ քան գոլ ես։ Ամեն։ Սկսի աշխատել քո վրա։ Քո իրավիճակը եկել է քո սիրտը փոխելու համար, բայց դու ամեն ջանք անում ես, որ քո իրավիճակը փոխես։ Դու փոխվի, քո իրավիճակը կփոխվի։ Հավատա։ Այստեղ ես, չէ՞։ Առակաց 18-19 վիրավորված եղբայրը ամուր քաղաքից պինդ է։ Տեսել ես 5 քաղաքները, ամրոցները։ Ասում վիրավորված մարդը տենց է։ Վերջ, ոչ մեկ ներսից դուրս չի գա, ոչ մեկ դրսից դուրս չի գա։ Փակվել է այդ մարդը այս աշխարհի համար։ Եվ վեճերը Բերթի Նիգերի են նման։ Մարդիս բերանի պտղից կկշտանա նրա փորը, նա կշտանա իր շրթունքների արդյունքիցը։ Սատանան քո ոտը տարորել է ու դու ինչ գիտես, լցնում ես շան լափ է այդ քրոջդ կամ աղբորդ կյանքի մեջ։ Վայ ով գիտի քո զգացմունքներին ա կպե։ Ասում է քո պտղից կուտես, քո բերանի պտղից։ Հաջորդ խոսքը ման ու կյանքը քո լեզվի ձեռքին է։ Նրան սիրողը կուտե նրանից։ Քեզ ստիպում է վատ բառեր ասես, որ դա էլ ունենաս քո կյանքում։ Քեզ ստիպում է ատես մարդուն, որ ատելություն էլ ունենաս քո կյանքում։ Քեզ ստիպում է մի ուրիշ խոսքերով ասալ, անօրենը իրան նմանվես։ Իսկ Աստված քեզ Աստծո խոսք է տվել, որ իրան նմանվես։ Ինքդ ես որոշում։ Առանց դա դու Աստծո նմանությամբ ու պատկերով ստեղծված ես։ Կպահես դա, թե կփոխես անօրենի նմանությամբ, դու գիտես։ Մի քանի օրեր առաջ մեզ ցնցեց նորությունները։ Ով ինչով լցված է, նրա համար էլ պտուղ է բերում։ Համաձայն ես, թե չէ։ Դրա համար եկեք լցվենք Տիրոջով։ Եկեք իրականից սիրտ ունենանք Քրիստոսի համար։ Եթե մենք իրար ընտանիքի անդամ լինելով իրար չենք կարում ներենք ու սիրենք, էլ ինչ աշխարհի մասին է խոսքը, ժողովուրդ։ Էլ ինչ աշխարհի փրկության մասին է խոսքը։ Ասում եմ, եթե քո թշնամին սոված է, հաց տուր նրան։ Մեր մոտը տես չի լինում, բայց ասեմ, եթե մենք տունը կռիվ անենք Սուսան հետ, ինչա ինձ հաց չի տալու։ Գնա որտե ուզում ես կեր, հա։ Հաց տուր նրան, եւ եթե ծարավ է, ջուր տուր նրան, որովհետեւ այս անելով կրակի կայծեր կժողովես նրա գլխի վրա։ Մի հաղթվիր չարից, այլ բարիով հաղթի չարին։ Ամեն։ Աստված մեզ զենքեր է տվել, որ օգտագործենք, բայց մենք Աստծո տված զենքերը դնում ենք ու վերցնում ենք սատանայի զենքերը ու սկսում ենք դրանով գործել։ Ինչի համար։ Արդյոք մեզ պետք է թշնամու զենքերը։ Արդյոք դրանք լավն են։ Արդյոք դրանք օգուտ են կենթանացնելու, բժշկելու, օգնելու, բարձրացնելու համար, թե ճիշտ հակառակը։ Երկրորդ Կորինթացիս 14, որովհետև մեր զինվորության զենքերը մարմնավոր չեն, այլ Աստծով զորավոր, բերդեր քանդելու, հիմա ուշադիր, խորհուրդներ են քանդում, եւ ամեն բարձրություն, որ գոռոզանում է Աստծո գիտության դեմ, գերի ենք բռնում ամեն միտք Քրիստոսին հնազանդեցնելու համար, ով հասկացավ ինչ կարդացի։ Բերդեր են քանդում ամեն միտք, որ գոռոզացել է Մհերի դեմ, Մայրամի դեմ, Համլետի դեմ, չէ, Քրիստոսի գիտության դեմ, Քրիստոսի դեմ, ով է Մհերը, ով է Համլետը։ Ժողովուրդ, քո զգացմունքները, քո ամբիցիաները Աստծո խոսքից վեր մի դասի։ Կա Աստծո խոսք, խորհուրդներ են քանդում, բերդեր են քանդում, եւ ամեն բարձրություն, որ գոռոզանում Աստծո գիտության դեմ, գերի ենք բռնում։ Ինչքանով ես դու աշխատում քո մտքերի վրա, որ գերի բռնես, որը չի համապատասխանում Աստծո խոսքին։
Դու ինքդ որոշի, քանի տոկոս ես աշխատում։ Թե ընդհակառակը անօրենի ջրաղացին ջուր ես լցնում, ավելի է այդ աբառոտները մեծանում, ավելի է շատանում, իր այգիներն ես ջրում, իրան պտղաբեր ես անում։ Ինքդ որոշի։ Երկրորդ Տիմոթեոս 4:7 Բարի պատերազմը պատերազմեց, եսի եմ Պողոսն է, որ ասում էի, Դեմասը թողել է ինձ, վերարկուս բեր, էս արա, են արա, մենակ եմ մնացել, բայց մինչև վերջ գնաց։ Բարի պատերազմը պատերազմեցի, ընթացքը կատարեցի, հավատքը պահեցի, այսուհետև մնում է ինձ արդարության պսակը, որ Տերը կտա ինձ։ Ով կտա ինձ։ Ժողովուրդ, անենք մարդու համար, կսպասենք մարդուց։ Եկեք անենք Տիրոջ համար, որ Տիրոջից սպասենք։ Այն օրումը արդար դատավորը եւ ոչ միայն ինձ, այլ եւս ամենին, որ սիրեցին նրա հայտնությունը։ Ով է սիրում նրա հայտնությունը, նրա խոսքը։ Եկեք ապրենք այս խոսքով։ Ինչն է խանգարում ինձ ու քեզ, նրանով ապրենք։ Ժաննան ասում էր հայոց տառերի մասին։ Հայոց տառերը այստեղ գրած է, գիտեք ինչ է գրած այստեղ։ Աստվածաշունչ։ Հələ տեսեք ինչ գեղեցիկ է, Աստծո շունչ։ Երբ որ խոսում ենք, մեր բերանից շունչ է դուրս գալի, եւ Աստված փչեց մարդու մեջ, մարդը կենդանի շունչ եղավ։ Այսօր Աստված փչում է քո մեջ, որ դու կենդանի շունչ լինես, բայց դու ինքնասպան ես, դու քեզ կոտորում ես ու սպանում ես, ես չեմ ների դրան, որովհետև այդքան արժանինքներ չունի։ Աստված այդ մարդուն արժանինք է տվել, բայց դու չես տալիս։ Աստված այդ մարդուն ներել է, բայց դու չես ներում։ Աստված այդ մարդուն փրկել է, բայց դու չես փրկում։ Աստված վերջ այդ մարդուն սիրում է, բայց դու չես սիրում։ Հիմա ում զավակն ես դու, ում ես նմանվում, ում ուզածն ես անում։ Քարը փեշիցդ թափի։ Այսօր պրիվիվկա եմ տալիս քեզ։ Գիտես, մեր Սոսնա սիրում ասել, Պասկալ ունի խոսքեր, շատ խավար կա խավարը փնտրողների համար և շատ լույս կա լույսը փնտրողների համար։ Ինչ ես փնտրում, ինչ տեսնելու եկար, մեր եղբայրը վկայում էր, ասում էր, ինչ թերություններ ես ընդեղ տեսնում, ով կատարյալ մարդ կա, կատարյալ եկեղեցի կա, որտեղ եթաս թերություն չտենաս, հələ ինձ ասեք, որտեղ եթակ ու թերություն չտենաք։ Ինչ տեսնելու դուրս եկար Հիսուս ասում է։ Ինչ տեսնելու, ինչ փնտրելու դուրս եկար։ Գիտես, ուզում եմ, որ դու հասկանաս, որ ամեն բան կատարվում է մեր մտքի մեջ, ու մենք ենք թույլ տալի, ինչ կկատարվի մեր կյանքում, ուր կհասնենք և ինչ կանենք։ Բացի քեզանից ոչ մեկ։ Ինչ որ Աստված պետք է աներ, Աստված արել է։ Հիմա ինչ որ դու պետք է անես, դու պետք է անես։ Ամեն կանգնի ոտքերիդ վրա։ Ես շատ եմ ուզում, որ դու հասկանաս սրա հոգևոր իմաստը, որ դու հասկանաս, որ դու կանչվեցիր հոգիով հաղթելու մարմնին։ Ինչը շնչավոր է, ինչը դիվական է, դա անօրենից է։ Գիտես, քո ամբիցիաները, որ քո եղբոր ատում է, քո զգացմունքները, որ վեր ես դասում Աստծու խոսքից, դա դիվական է։ Եթե դու մարդկանց չես ներում, եթե դու չես կարում բաց թողես, ուրեմն դու բժշկության կարիք ունես, ու այսօր է այդ բժշկության օրը։ Ամեն։ Ես կուզենայի ուրիշ բանից խոսայի տարվա վերջում, բայց տարվա վերջի պրիվիվկեն է։ Վիրուսները շատ են, օդի մեջ թռնում են սատանայի մտքերը, բայց Աստված ուզում է ինձ ու քեզ այսօր ամրապնդի։ Ավետարանի մեջ Հիսուս Քրիստոս ասում է, գայթակղությունները պետք է գան։ Պարտադիր են դրանք։ Ընես չի, որ չեն գալու։ Ես Հիսուսին Տեր եմ ընդունել, բայց պրոբլեմները ինչի եկան։ Չկա դες բան, ժողովուրդ, ավելի շատ են գալի, երբ որ Հիսուսին Տեր ես ընդունում։ Բայց Տերը քեզ չի թողում մենակ անցնես այդ ճանապարհը։ Ինքը քեզ ուժ ու կարողություն է տալի հաղթես։ Ուղղակի ես ուզում եմ քեզ զոհի տեղ չդնես։ Ուզում եմ, որ այդ մտքերը չընդունես։ Դու ես որոշում հանձնվես, թե գնաս առաջ։ Դու ես որոշում դուրս գաս հաղթող այդ իրավիճակից, թե պարտվող։
Դու ես որոշում սատանայի ջրաղացին ջուր լցնես, թե Աստծո։ Սա քո ձեռքն է, կյանքն ու մահը, ինքդ որոշի, ում գործը կատարես ես երկրի վրա։ Կմիաբանվես, եղբայրը վկայում էր, ասում էր, Աստված միաբանության մեջ մեկտեղ հավաքված հաց էին կտրում եւ Աստված ավելացնում էր փրկվածների թիվը։ Կմիաբանվես, Տիրոջ գործի մասնիկը կլնես, Տերը կորտնի քեզ ու փրկվածների թիվը կշատանա։ Կգայթակղվես, կգնաս, կասենք աշխարհը սիրեց, Դեմասը գնաց։ Լավ եղբայր էր, բայց գնաց։ 70-ն էլ գայթակղվեցին Քրիստոսից։ Քրիստոսը լավ հովիվ է, թե չէ։ Ամեն։ Բայց դու գիտեք, որ Քրիստոսը ասեց լավ չի երեխաների հացը վերցնել ու շներին տալ։ Չգիտես ինչի այդ կնիկը չգայթակղվեց իրան շունը ասելու դեպքում։ Ասեց, բայց շներն էլ իրանց բաժինը ունեն, տուր իմ բաժինը։ Մյուսները գայթակղվեցին Հիսուս Քրիստոսից։ Այս ինչ խիստ խոսքեր է, երբ որ հաղորդության մասին էր խոսում, թողեցին գնացին։ Պետրոսին ասեց, ուզում եք դուք էլ գնացեք։ Ոմանք էլ գայթակղվեցին Քրիստոսից։ Քրիստոսը գիտեք ինչ ասեց։ Այն տունքը, որ երկնային հայրը չի տնկե, արմատախիլ կլինի։ Հիմա դու որոշի, քեզով է տնկե այստեղ։ Եթե երկնային հայրն է տնկե, արմատ գցի։ Եթե երկնային հայրը չի տնկե, պոկվելու ես, սիրելու ես աշխարհը, գնալու ես Դեմասի հետևից ու հազարավոր մարդկանց հետևից։ Ու նստելու ես ընդեղ ու բողոքես տեղի քույր եղբայրներից, նախանձով ու ատելությունով, ցեղ շփես ես տեղի մարդկանց վրա, որովհետև իրանց հանդերձները սպիտակ է, որովհետև իրանք որոշում են կայացնել Քրիստոսի հետևից գնան։ Դու ես որոշում ով լինես քո կյանքում։ Իրավիճակները շատ տարբեր էին, որ սատանան փորձում էր Հիսուսին, բայց Հիսուսը մի որոշում ուներ Տիրոջ կամքը կատարելու։ Այսօր իմ ու քո որոշումը պետք է լինի Տիրոջ կամքը կատարել այս քաղաքի մեջ եւ շրջակա քաղաքների ու գյուղերի մեջ։ Որն է քո որոշումը։ Այս տեղացել է, ես եկեղեցի չեմ գնա։ Մի գնա։ Տիրոջը ուրախացրեցիր, թե անօրենին։ Ում ուրախացրեցիր։ Ինքդ որոշի։ Մի հատ թափ տուր քեզ, մի հատ ոտերիդ վրա կանգնի, հերիքա բոլա, նվնվակ։ Գնացեք պտուղ բերեք։ Մարդիկ դանակով դպրոցներն են մտնում, նարկոտիկը դպրոցներն են մտել, անառակությունները, երիտասարդացել է մեղքերը։ Մենք իրավունք չունենք Տիրոջ արդարության մասին խոսելու։ Ձերներս տալաս նստել ենք։ Գալիք տարի շատ ենք խոսելու ավետարանչության մասին, մեր основной շեշտն է լինելու։ Պատրաստի քո անձը։